Հարգելի հետևորդներ, ABC լուրերը ուղիղ եթերում սկսում է իր աշխատանքը, ես Գառնիկ Թոֆյանն եմ, բարի առավոտ։ Գագիկ Ծառուկյանին դատարանը կալանավորել է 2 ամսով, նրան կտեղափոխեն կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարել է, որ բողոքարկելու են։ Նրա խոսքով դատարանի որոշումն անակնկալ չէր, որովհետև տեղի ունեցողը հրապարակային հանձնարարականի արդյունք է։ Նաև հաստատեց ձերբակալման իրավաչափությունը, այն դեպքում, որ ձերբակալման իրավաչափության մասով դատարանը մի բառ քննարկում չի եղել, ոչ դատավորն է հարցել, ոչ կողմերն են կարծիք հայտնել, այսինքն կարծեք թե որոշումը գրված պատրաստ վիճակում լիներ, պետք էր ստանդարտ ձևակերպումը տալ, ձևական կողմը ապահովել, որովհետև եթե դատարանը պետք է օրենքով պարտադիր անդրադառնա ձերբակալում իրավաչափեր թե չէ, ինքը մի հարց չի տվել, կալանքի մասով մի հարց չի տվել, այսինքն մի հանգամանք չհետաքրքրեց դատավորին, որ օրինակ հարցն էր, ասել որ իրեն հետաքրքրում է որպես դատորես հանգամանքի մասին կողմեր ինչ կասեն, քննիչ ինչ կասի, փաստաբաններ ինչ կասեն, այսինքն սպասում էր process-ը երբ կավարտվի եւ այդ որոշումը կայացնի։ Քննչական կոմիտեն նաև հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանի գործի վերաբերյալ ևս մեկ մարդ է կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել։ Հիշեցնեմ, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդին մեղադրում են առանձնապես խոշոր չափի խարդախության եւ փողերի լվացման համար։ Ծառուկյանի առանձնատանը եւ նրան պատկանող 70-ից ավելի ընկերություններում ազգային անվտանգության ծառայության, պետեկամուտների կոմիտեի, ներքին գործերի նախարարության աշխատակիցները միաժամանակյա խուզարկություններ են իրականացրել, որոնք տևել են ավելի քան 12 ժամ։ Քննչական կոմիտեն էլ տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ուժ կիրառելով ձերբակալում Գագիկ Ծառուկյանին։ Մինչդեռ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդը ըստ տեսանյութի որևէ դիմադրություն չի ցուցաբերում։ Կուսակցության մամուլի քարտուղարի Վետա Տոնոյանն է անդրադարձել տեսանյութին եւ դատական գործընթացին։ Այն էնտուզիազմով ըստ երևույթի, որ իրենք խուզարկությունն էին իրականացրել, նույն էնտուզիազմով էլ այդ խայտարակ տեսանյութն էին մոնտաժել, այն դեպքում, երբ Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ անգամներ հրապարակային հայտարարել է, որ այո, ինքը սպասում է, որ իր նկատմամբ իրավական ու քրեական գործընթացներ են սկսելու, այն դեպքում, երբ Գագիկ Ծառուկյանը բազմիցս հրապարակային հայտարարել է, որ անգամ իր մորը զգուշացրել է, երբ գան տունը խուզարկության չհանգստանա, եթե անգամ իրեն բերման ենթարկեն, քննչական կոմիտեի այսպես սանձազերծ պահվածքի արդյունքում ուղղակի հարձակում են գործում Գագիկ Ծառուկյանի բնակարանի վրա, գետնին են տապալում, ինչ-որ շոու են ապահովում, փորձում եք ձեր ուժը ցույց տաք սրանով դուք ձեր ուժը ցույց չեք տալու, եւս մեկ անգամ ընդամենը ցույց եք տալիս, որ 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին։ Գագիկ Ծառուկյանը միանձնյա ձեր 30-ին միաժամանակ կարող էր գետնին պառկեցնել։ Հայաստանի քաղաքական կյանքում հերթական անգամ հատվեց այն սահմանը, որը բաժանում է օրենքի գերակայությունը քաղաքական հաշվեհարդարից։ Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամն է հայտարարություն տարածել եւ դատապարտել տեղի ունեցածը։ Երբ պետական ուժային մեքենան օգտագործվում է ոչ միայն քրեական վարույթ իրականացնելու, այլև մարդու քաղաքական հեղինակությունը հրապարակավ խորտակելու համար, վտանգվում է հենց պետության իրավական հիմքը, ասված է ուղեղային կենտրոնի հայտարարությունում։ Պետությունը չի հեզորանում ցուցադրական ձերբակալություններով, նվաստացնող կադրերով եւ քաղաքական հակառակորդների մեկուսացմամբ։ Ուժեղ պետությունը կառուցվում է օրենքի անաչառ կիրառմամբ, դատարանների անկախությամբ եւ այն սկզբունքով, որ նույնիսկ կոմպրոմիսի չգնացող քաղաքական հակառակորդն ունի արժանապատվության եւ արդար դատաքննության անկախտելի իրավունք։ Երբ իրավունքը ստորադասվում է քաղաքական վենդետային ու նպատակահարմարությանը, վտանգվում է յուրաքանչյուրի ազատությունն ու անվտանգությունը։ Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ քաղաքական հաշվեհարդարի ճանապարհն ընտրած իշխանությունները ժամանակավորապես կարող են լրացնել իրենց հակառակորդներին, սակայն երբեք չեն կարող այդ ճանապարհով ամրապնդել պետությունը։ Նրանք միայն խորացնում են հասարակական բաժանումները, թուլացնում պետական ինստիտուտները եւ խարխլում այն վստահությունը, որի վրա պետք է հենվի ցանկացած ժողովրդավարական եւ իրավական պետություն։
Կենթանաբանական այգին էլ հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի տնից արգրավված առյուծներից մեկը չի արթնացել քնեցումից։ Ըստ այգու հայտարարության, էգ առյուծի օրգան համակարգերը եղել են ախտահարված, փայծաղը, լիարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ ունեցել է ճարպակալում, որովայնի խոռոչում եղել է ազատ հեղուկ, ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է։ Քննչական կոմիտեն էլ հայտնել է, որ առյուծի քնեցումից չարթնանալու հանգամանքները կդառնան քննության առարկա։ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը տնտեսական մեծ վտանգ է տեսնում։ Նրա խոսքով իշխանության բոլոր քայլերը կանգնեցնում են թե ներքին, թե արտաքին ներդրողներին։ Վերջին տարիներին բացարձակ ներդրումներ չեն եղել, դրա համար դրա վտանգը իրենք չեն տեսնում։ Ես շատ մեծ վտանգ եմ տեսնում։ Իրենց բոլոր քայլերը կանգնեցնում են թե ներքին ներդրողներին, թե արտաքին ներդրողներին, այդ Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր։ Այն մարդու չուճելներն էլ գողացան, հիմա ինչ կա։ Առուսներին է քնացրին։ Առուսներին էլ քնացրին։ Դա առուսներին ոչինչ, հետները կտանեն ազգային ժողով, կզարթնացնենք տանեն ազգային ժողով։ Սամվել Կարապետյանը նաև հայտարարել է իշխանափոխությունն անխուսափելի է, սակայն դրան պետք է հասնել փուլային և կազմակերպված ճանապարհով։ Նրա խոսքով այս փուլում ընդդիմությունը նախընտրել է մտնել խորհրդարան, խուսափելու համար երկրի ներսում նոր ցնցումներից։ Վստահեցնում է, պատգամավորական մանդատներ վերցնելու որոշումը չի նշանակում գործող իշխանության լեգիտիմացում։ Փողոցային պայքար անպայման լինելու է մեկ անգամ։ Եվ կլինի։ Եվ վերջնական։ Բաքվի դատարաններում էլ շարունակվում են մեր հայրենակիցների կեղծ գործերի վերաբերյալ դատական նիստերը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի փաստաբանը դատարանին կոչ է արել բեկանել իր պաշտպանյանի նկատմամբ կայացված դատավճիռը եւ արդարացնել նրան։ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը կրկին հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 10-ին։ Իսկ այս ամենի ֆոնին երկրի անվտանգության օրակարգում հասունանում է մեկ այլ ճակատագրական հարց։ Ռոսատոմը առաջարկում է Հայաստանում նոր ատոմակայան կառուցել։ Քաղաքագետը սակայն ստապեցնում է։ Քաղաքական գործոնը կենսական նշանակություն ունի։ Թուրքիան եւ Ադրբեջանը դեռ վաղուց են պահանջում մեծամորի ատոմակայանի փակումը։ Դա նպատակ ունի նվազեցնել Հայաստանի էներգետիկ նշանակությունը տարածաշրջանում։ Դա անշուշտ նաև քաղաքական կարևորագույն գործոն է, անվտանգության համակարգում զսպող գործոն է եւ այս տեսանկյունից որևէ կերպ համեմատելի չեն այդ կայանները մոդուլային կայանների հետ, որոնք պարզապես այսպես եթե բարձեցված ասենք դիտվում են իբրև միջուկային գեներատորներ, շատ սահմանափակ կիրառմամբ, տարածությամբ, ներուժով եւ հետեւաբար նաև քաղաքական նշանակության բացակայությամբ։ Փորձագետի խոսքով էլ Ռուսաստանի առաջարկը Հայաստանի համար թե քաղաքական, թե տնտեսական առումով այս փուլում ամենից շահավետն է։ Եթե մոդուլային ռեակտորները 50-ից 300 մեգավատ էներգիա են տալիս, թվերը էականորեն տարբերվում են միջուկային ատոմակայանների դեպքում։ Հայաստանը կարիք չունի մոդուլային կայանի, որտեղ իր հզորությունները թույլ են իրագնահատել շատ բարձր։ Հայաստանը կարիք ունի ամբողջական ռեակտորի նվազագույնը 1000-ից 1200 մեգավատ հզորության։ Եվ դա զուտ Հայաստանի տնտեսական եւ էներգետիկ անվտանգության շահերից է բխում։ Իսկ դրա մեջ լավագույնը ռուսական այդ Ռոսատոմի առաջարկած Viver 1200 կոչվող կայաններն են։ Ամերիկացիները Հորմուզի նեղուցում հարվածել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավելի քան 60 մոտորանավակների և Իրանի հոբ համակարգերի։ Հարվածների պատճառով կան վիրավորներ։ Իրանի արտգործնախարարությունը մեղադրել է ԱՄՆ-ին Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրը խախտելու համար։ Զգուշացրել է, որ կձեռնարկի ցանկացած միջոց, որն անհրաժեշտ կհամարի իր ազգային շահերի պաշտպանության և անվտանգության ապահովման համար։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտնել է, որ հարվածել է Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան 85 ռազմական օբյեկտի։
Զուգահեռ Իրանում Ալի Խամենեի վերջին հրաժեշտի արարողությունները շարունակվում են։ ՍՔ արարողությունների օրերին Թեհրանը սահմանեց ուղևորափոխադրման պատմական ռեկորդ։ Թեհրանի քաղաքապետարանը հայտնել է, որ մայրաքաղաքի մետրոյում, ավտոբուսներում եւ տաքսիներում ուղևորների թիվը վերջին 3 օրերի ընթացքում հասել է 23.715.000-ի։ Ավելի վաղ Իրանի ազգային շտաբ բժշկական ծառայությունների կազմակերպության ղեկավար Ջաֆար Միաթֆարը հայտնել էր, որ գերագույն առաջնորդ Ալի Խամենեի վերջին հրաժեշտի արարողությունների ժամանակ մահվան դեպքեր չեն գրացվել։ Ավելի քան 34,000 մասնակից ստացել է բժշկական օգնություն, այդ թվում շտաբ բժշկական օգնություն։ Ազգային միավորում կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել է, որ կառաջադրվի Ֆրանսիայի նախագահի ընտրությանը, չնայած դատավճռին, որով նա մեղավոր է ճանաչվել պետական միջոցների հափշտակության համար։ Հիշեցնեմ, որ Լը Պենը դատապարտվել է 100,000 եվրո տուգանքի եւ 3 տարվա ազատազրկման, որից 2 տարին պայմանականորեն եւս 1 տարին էլեկտրոնային թևնոցով։ Դիլիջանում գիշերը գրանցված անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով գետը վարարել է եւ դուրս է եկել հունից, ինչի պատճառով քաղաքի ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է։ Veolia-ջուր ընկերությունը հայտարարել է, քանի որ քաղաքի ջրամատակարարումն իրականացվում է գետային մակերևութային ջրերից, իսկ ընկերության ջրի մաքրման կայանները տեխնիկապես նախատեսված չեն նման բարձր պղտորությամբ ջրի մաքրման համար, սպառողների անվտանգությունն ապահովելու նպատակով ժամանակավորապես դադարեցրել են Դիլիջանի ջրամատակարարումը։ Իսկ այսօր առանձին հատվածներում անձրևները կլինեն Հորդառաջ շրջանների զգալի մասում եւ Երևանում կարճատև անձրևները կշարունակվեն։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 2-ից 4 աստիճանով։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ABC լուրերը եթերում կլինի ժամը 12-ին, մաղթում եմ արդյունավետ աշխատանքային օր, կհանդիպենք առայժմ։